Ձեր քննարկումը իմ պատճառով է ուշանում, պետք է կազմակերպենք, որպեսզի կարողանանք առնվազն մեր մասով մեկ ինկորպորացված հայտարարագիր ունենանք։ Շնորհակալություն Տիկին Գալստյան եւ ամբիոնի մոտ եմ հրավիրում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ պարոն Վահագն Հովակիմյանին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բյուջետային հայտը ներկայացնելու համար։ Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, կրկին ողջունում եմ բոլորիդ։ 2026 թվականը բուռն ընտրական տարի է լինելու, տարվա առաջին կեսին նախատեսված են ԱԺ հերթական ընտրությունները, այնուհետև աշնանը տեղի են ունենալու այսպես ծավալներով ամենաշատ թիմ ընտրությունները, մասնավորապես աշնանը նախատեսվող թիմ ընտրություն 46 մեր 70 համայնքներից 46-ում 26 թվականի աշնանը մենք ունենալու ենք ընտրություններ, այսինքն 65% համայնքների ենթադրում եմ, որ տեղի ունենալու ընտրություններ։ Այդ իսկ պատճառով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բյուջետային հայտը 26 թվականի համար մեր այսպես կառույցի համար շատ մեծ է 7 միլիարդ 568 միլիոն մի փոքր ավել գումար է նախատեսված այստեղ այս այսպես եթե զուտ հայտով նայելու լինենք մեր եւ ֆինանսների նախարարության անհամաձայնությունը ամենավերջի փուլում հանգել է 30 միլիոն դրամի այսպես ասենք խնդրի, որը որ ֆինանսների նախարարությունը այդպես էլ այսպես չներառեց մեր հայտի մեջ, իսկ 30 միլիոն դրամը դա ԱՎԲ-ի, այսինքն ընտրական մարմինների միջազգային ասոցիացիայի կառավարման խորհրդի նիստի, որը եկող տարի մարտին տեղի ունենալու Հայաստանում, քանի որ անցած տարի Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրվել է ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամ եւ կառավարման խորհրդի հաջորդ նիստը board meeting-ը տեղի ունենալու մարտին Հայաստանում այս միջոցառման համար գումարը ըստ էության ֆինանսների նախարարությունը այդպես էլ որքան մեր ֆինանսիստները փորձեցին համոզել, որ դա կապ չունի ընտրական process-ների հետ, այսինքն ԱԺ ընտրությունների համար հատկացված գումարի մեջ ոչ կարող է ներառվել, ոչ կարող է այդ գումարից այդ ծախսը կատարվել, միևնույն է չստացվեց, իրենք ուղղակի առաջարկեցին, եթե խնդիր կունենանք, պաուստային ֆոնդ կամ մյուս տարբերակը, որ այստեղ խորհրդարանում, չգիտեմ, խորհրդարանի քննարկում այդ խնդիրը այստեղ լուծվի։ Դա համար ես այս խնդրի մասին այստեղ բարձրաձայնում եմ, որ այդ 30 միլիոն դրամը, որը որ նվազագույն, ասեմ 18 երկրի նախագահներ են ժամանելու, այսինքն պատվիրակությունները նախագահների 18 աշխարհի բոլոր մայրցամաքներից նախագահներ 18 երկրից պիտի, այսինքն այդ կառավարման խորհրդի անդամները, այսպես ասենք, գան Հայաստան եւ այդ ընդհանուր երկօրյա միջոցառման այդ 30 միլիոն դրամը այդ երկօրյա միջոցառման ծախսն է, այսինքն հյուրանոց եւ այլն ու ասենք այստեղ եթե ասեմ որ երբ որ հարցը քննարկվում էր այլ երկրները իրենց մոտ կազմակերպելու համար ասենք թե ինչպեսի այսինքն ծախսերի ծածկման օրինակ կար երկիր որ առաջարկում էր եւ պարտավորում էր նաեւ ավիատոմսերը հոգալ այսինքն ոչ միայն կացության ծախսերը հոգալ նաեւ հյուրերի ավիատոմսերը հոգալ բայց այդ ժամանակ քանի որ Հայաստան 1000 ներողություն բայց արդեն մի երևի 1000 տարի է ոչ մեկ դες բան չի ավիատոմսերը ոչ հոգի հրավերք կա լոկալ ծախսեր հոգի դա համար այո ճիշտ եք պարոն Վարդան դրա համար եմ ասում կար երկիր պարոն Վարդան ասած դա է կա երկիր որ նման առաջարկ արեց գայթակղելու համար որպեսզի Հայաստանը չընտրվի
Բայց Հայաստանը ընտրվավ եւ նաեւ այդտեղ շատ կարեւոր էր որ մեր ասենք վերջի տարիների ձեռբերումը ընտրական համակարգում այս նաեւ դա էր շատ կարեւոր այդ հանգամանքը ինչեւ է սա խնդրի եթե ասում խնդրանքս պետարավական հարցերի մշտական հանձնաժողովին եթե կարող ենք այս խնդիրը արդեն այս փուլում որևէ կերպ լուծել այդ թվում որտեվ ֆինանսների նախարարությունը ինքը առաջարկեց որպեսզի հետագա ավելի մանրամասն նպատակայնությունը քննարկի ես պատրաստ եմ շատ այն բացվածքը հասկանալի է չէ որ բացվածքը ինչպեսի բացվածքով է ներկայացում ֆինանսների նախարարություն բայց զուտ նպատակային նշանակությունը նաև Հայաստանի ընտրական համակարգը միջազգային հարթակում հեղինակությունը բարձրացնելու տեսանկյունից կարող ենք էլի շարունակել սա այդ խնդրանքի մասին Ուղղակի ոնց մենք բացատրենք որ մենք աթոս չեն կարող առնենք բայց կենտրոնական դրական հանձնաժողովը պետք է այդ կոնֆերանսը իրականացնի Սեղանաթուր դե ես ասենք ինչի սեղանաթուր չունեք ասենք որովհետև կոնֆերանս ենք իրականացնում այ ավարտե ես չի ասում ազգային ժողովի բյուջեից կրճատեք եւ տվեք այդ Բայց բոլոր սեղանաթուրներն է կրճատել դա խնդի Լավ շարունակեմ փաստորեն 7.5 միլիարդից 485 միլիոն դրամը դա կենտրոնական ընտրական հանձնաժողովի պահպանման ծախսերն են այստեղ ուղղակի առանձնացնեմ թիմ ընտրությունների համար հատկացվելու է 2.5 միլիարդ դրամ ազգային ժողովի ընտրությունների համար 4 միլիարդ 451 միլիոն պլյուսով դրամ սա ինչու ես այս երկու գումարները առանձնացրեցի նաև ընդգծելու համար որ օրինակ 21 թվականի համեմատ 21 թվականին թիմ ընտրություններին բյուջեից հատկացվել է 1.7 միլիարդ դրամ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ 21 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ 2.8 միլիարդ դրամի կարգի գումար ուղղակի այնտեղ նաև մի ծախս կար որը 21 թվականին արել է կառավարությունը դա տեղամասերից ուղիղ հեռարձակման ծախսն է որը որ 21 թվականին 1.1 միլիարդի կարգի եղել եւ կառավարությունը Պաուստային ֆոնդից կառավարությունն ինքն այդ ծախսը իրականացնել ներկայումս այդ ծախսը ներառված է ընդհանուր աժընտրությունների ընդհանուր բյուջեում եւ այդից պատճառով պայմանավորված արդեն դարել է 4 միլիարդ 451 միլիոն այստեղ ծախսի աճը նաեւ պայմանավորված է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձների բարձրացմամբ, քանի որ ինքը տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատավարձները կապված են նվազագույն աշխատավարձի, այսինքն այնտեղ օրենսդրությունը օրենքը այդպես է կարգավորում, այս 22 թվականից հետո 22 Եթե չեմ սա 23-ից բարձրացվեց դուք լավ քշեք այսինքն երբ որ 85000 դրամ այսինքն նվազագույն աշխատավարձը դարձավ 80 դրանից հետո այսինքն նույն տեղամասային ընտրական հանձնաժողովների ընտրողների գրանցման սարքերի վրա աշխատող մասնագետների աշխատավարձները իրանք եւս մեխանիկորեն բարձրացան սա նկատի ունեմ այն տարբերությունը որը որ արկա է 21 թվականի եւ 26 թվականի ընտրությունների բյուջեների միջև Կարծում եմ այսքանը, եթե կան հարցեր մեծ սիրով կպատասխանեմ Հարցեր պարոն Հովակիմյան Խնդրեմ Լիգան Բայ Պարոն Ազարյան այնուհետև դիգիմ անված Խնդրեմ
Պարոն Հովակիմյան, շնորհակալ եմ զեկույցի համար, բայց ես շարունակում եմ իմ նույն հարցը, որ տվել եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին եւ ավելացնելով ուզում եմ հիշեցնել Երևանի ընտրություններին, ես իմ ձեռքի տակ ունեմ ազգային առաջընթաց կուսակցության Հայկ Մարությանի կուսակցությունը նույն ժամանակահատվածում տվել է նույնը բովանդակ հայտարարագիր, 0-0-ական հայտարարագիր ընդամենը 15000 դրամ մնացորդով կուսակցության հաշվին։ Այսինքն, ես ուզում եմ հասկանամ, նայել եմ նաև իր հաշվետվությունը կենտրոնական ընտրականին, որտեղ ամբողջ process-ի նախընտրական ծախսել է 9 միլիոն դրամ։ Մենք բոլորս լավ տեսել ենք, ինչ ծախս է արել Հայկ Մարությանը նախընտրական process-ների ժամանակ, սա արդեն փաստ եղելությունն եմ ձեզ ներկայացնում եւ ունենք այսօր իրավիճակ վաղաշաբաթի ընտրություններում մասնակցող կուսակցությունների մասով։ Խնդրում եմ ձեր վերահսկողությունը այդ մասով ո՞նց է կատարվում, որ մարդիկ ունենում են արտահայտություններ, չգիտեմ, տպագրված տպագրություններ, բաներներ հնարավոր բոլոր ծախսերը կատարում են, բայց վերջում հաշվետվությունը ներկայացվում է շատ փոքր թվով ֆինանսական եւ հիմա գիտենք, որ այս հարցը ու վերահսկելիությունը այնքան հեշտ է այս առումով, որ հիմա փոխվել է օրենքը եւ միայն նախընտրական հիմնադրամ մուտք է լինում կուսակցության հաշվից։ Այսինքն կուսակցության միջոցներով պետք է գումարը փոխանցել նախընտրական հիմնադրամ, անձինք չեն կարող փոխանցել նախընտրական հիմնադրամ։ Կխնդրեմ այս մասին ձեր մեկնաբանություն։ Տիկին Մանավազյան, ես ասենք ում կուսակցությունով ես զերծ եմ մնում նման, ասենք այդ տիրույթից, բայց տեսեք մի խնդիրը, երբ որ կուսակցությունը ունի զրոական հայտագիր նկատի ունենք մինչև գրանցվելու պահը, մինչև առաջադրվելը, ինքը ասենք նախորդ տարում, այսինքն նախորդ այդ 1 տարվա ժամանակաշրջանում, նախորդ շրջանում չունեցել ֆինանսական շարժ։ Արդյոք օրենսդրությունը արգելում է, որ տվյալ կուսակցությունը առաջադրվի եւ գրանցվի, ոչ։ Այսինքն կուսակցության առաջադրման, գրանցման իրավունքը փոխկապակցված չի ֆինանսական շարժի հետ։ Արդյոք կուսակցություն գրանցվելուց հետո կարող է ծախս կատարել նախկինում օրինակ ֆիզանձերի ներգրաված միջոցներով, նախկինում այո, այժմ ոչ։ Այսինքն կուսակցությունը ներկայիս արդեն վաղաշաբթի ընտրությունից ներառյալ կուսակցությունը, եթե մինչև այդ չունեցել ֆինանսական միջոցներ, բայց պատրաստում է քարոզարշավի համար գումար ծախսել, ինքը պիտի այդ գումարը գնա մուտք լինի կուսակցության հաշվից նոր փոխանցվի նախընտրական հիմնադրամ։ Վաղաշաբթի ընտրությունում առաջադրված բոլոր սուբյեկտները նախընտրական հիմնադրամներ բացել են, ինչը ենթադրում է, որ իրենք պատրաստում են ծախս կատարել։ Ես այստեղ կարող եմ ասենք ասացիք 9 միլիոն դրամ է ամբողջ ընտրությունների ձեր մատնանշած։ Կարող եմ ասել, որ հաստատ բաներները, այսինքն այն ինչ որ ամրագրում է, այն ինչ որ վերահսկելի է, այդ ծախսերը մենք ստուգում ենք։ Հեռուստաեթերը, վճարովի եթերը, մամուլով երբ որ նախընտրական գովազ եզրույթով մամուլով գնում է, դա վերահսկում ենք, բայց այլ այսպես ասենք ոչ կանխիկ շարժը կնեք դա արդեն կանխիկ իրանք կուսակցությունները իրենց քարոզարշավի բոլոր ծախսերը պիտի իրականացնեն փոխանցումով, չի կարող լինել կանխիկ շարժ։ Կանխիկ շարժը արդեն իսկ մեր օրենսդրության ու դա ընտրականի հետ չկապված ընդհանուր օրենսդրության եթե դուք հիմի տիկին Մանավազյան, եթե կանխիկի մասին է, դա արդեն հանցագործություն է, հասկանում եք, այստեղ ԿՀ-ն չի կարող քաղաքական գործիչների կամ կուսակցությունների կանխիկ ինչ-որ ծախսերը վերահսկել։ Այստեղ մեր գործիքակազմից նույնիսկ ամենամեծագույն ցանկության դեպքում մենք չենք կարողանա
այդ գործընթացը վերահսկենք։ Մենք կարող ենք փոխանցումներով, այսինքն թվային հարթակներում գործընթացը վերահսկենք։ Ոնց որ ձեր հարցին պատասխանեցի։ Եթե ինչ որ բան մնացել պակաս Անկելու ցանկություն կա, Գիրմանովյան։ Բայց ճիշտ ասած ուսակցությունների հետ կապված ես օրինակ չեմ հասկանում, թե կասեք դուք եք ընդունել օրենքը, բայց ուզում հասկանամ։ Չազգային ժողովը պետք է բաշխի այդ գումարները ուսակցությունների միջև, որ գործառույթների շրջանակներում, ինչպես դա սա բաներ, ռետորական հարցեր առանց պատասխանի։ Դրան, բայց այդ հարցը պարոն Հովհաննիսյան մեզ պետք է տա։ Ոչ թե մենք իրան։ Ծանր ժամանակներ էին Տիկին Մանավազյան, 19 վերջին 20-րդ դարի սկզբին։ Այլ հարցեր, պարոն Հովհաննիսյան, խնդրեմ պարոն, այ պարոն Ազարյանը, այնուհետև պարոն Բագրատյանը, խնդրեմ։ Չէ։ Շնորհակալություն։ Մոտենում են խորհրդարանական ընտրությունները։ Եվ մինչև ընտրությունները մեր հանրությունը արկա խնդիրների մասին մոռացած, հենց գալիս ասում ընտրությունների քարոզարշավի սկիզբը նոր հիշում են ընտրացուցակների մասին։ 2021 թվականի ընտրություններից հետո ինչ քայլեր, ջանքեր, միջոցներ եք գործադրել, որ ցուցակներից դուրս գան այն մարդկանց անունները, որոնք 1990, 91, 92, ոմանք 93 թվականներին հեռացել են Հայաստանից եւ դրանց մեծ մասը նույնիսկ մեկ անգամ չեն վերադարձել Հայաստան, բայց իրենց անունները դեռ ընտրացուցակներում առկա են։ Հիմա օրենքով այդ մարդկանց անունները պահում ենք ցուցակում, թե չենք պահում։ Եվ ինչ քայլեր ենք մտածել կամ մտածում այս խնդիրը լուծելու համար, որովհետև ընտրացուցակների այդ ուռճացված թիվը տարամեկնաբանությունների տեղ է տալիս։ Այս առաջին հարցը, երկրորդ հարցը։ Նախորդ ընտրություններից, ասենք իմ մոտ տպավորվել են 2017 թվականի ընտրությունները, որովհետև դրանից հետո մենք միասին դատարանում փորձում էինք ընտրությունների հետ կապված ինչ-որ հարցեր ճշտել 17 թվականին, մասնավորապես, ասենք, տաներ կային, որոնց վրա 27, 35, 50 հոգի գրանցված էր։ Դիտարկել եք այդ հասցեները եւ ոնց անենք, որ ընտրություններից առաջ էլի այդպիսի բնակարաններ, տներ չհայտնաբերվեն։ Հետո մարդիկ կան, որոնք այդ ընտրությունների օրը պարզում են, որ իրենց հասցեի վրա մարդ կա գրանցած, որոնք իրանք չեն ճանաչում։ Այդ խնդիրը միջև ընտրությունները կարողանալու ենք լուծել, թե ոչ, եւ երրորդ հարցը։ Բարեգործությամբ զբաղվող մարդը, այդ մարդու հետ փոխկապակցված մարդիկ օրենքով արգելվում է մասնակցել ընտրություններին, թե ոչ։ Այսինքն մարդը օրինակ ունի տեսական եմ ասում, օրինակ, էլի որ որևէ մեկին օրինակ ունի կենթանաբանական այգի եւ ստենց պատտվում է մեղրի ու մատանում ցույց տալիս, երեխեք ուրախանում են, հետո ամասիա է ասնում, հետո իջևան, հետո գալիս ընտրությունը ասում է ես արդեն տեխնացու եմ։ Այդ մարդը իրավունք ունի մասնակցել ընտրություններին, թե ոչ։ Նախ ընտրացուցակների մասին, պարոն Ազարյան, տեսեք 21 թվականին, երբ որ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարած եւ 22 թվականին ուժի մեջ մտավ այդ փոփոխությունը, ինքը ենթադրում է, որ ընտրական ցուցակներում կարող են ներառվել բացառապես ընտրությունների նախորդող 6 ամսվա կտրվածքով այդ պահին ուժի մեջ գտնվող
անձը հաստատող փաստաթուղթ ունեցողները։ Այսինքն անձը կա ձեր ասած նկարագրած օրինակով անձը կարող է բնակության պետական ռեգիստրում լինել, ասենք, չգիտեմ, 20 տարի առաջ Հայաստանը լքել է, բայց եթե ինքը ունի ուժի մեջ անձը հաստատող փաստաթուղթ իր անունով իր անունը չի գրվում ընտրողների ցուցակում։ Այսինքն իսկ մեր անձը հաստատող փաստաթղթերի գործողության ժամկետը հիշում եք 10 տարի է։ Այսինքն ու ամեն տարի, այսինքն այս նորմի ուժի մեջ մտնելուց հետո այսպես է առաջին որ ուժի մեջ մտավ, ես հիշում եմ, որ մոտ 200,000-ով 22 թվականի արդեն 22 թվականին ընդհանուր ընտրողների թիվը մոտ 200,000-ով պակասեց։ Այո, բայց ամեն տարի, այսինքն տարին անցնում է անձը ժամկետ անձը հաստատող փաստաթղթերի քանակը, այսպես ենք, ավելանում, այսինքն այս գործիքը հնարավորություն է տալիս, որպեսզի մեր ընտրական ցուցակներում մնան բացառապես այն մարդիկ, ովքեր մեր քաղաքացիները, մեր համաքաղաքացիները, ովքեր կապ ունեն Հայաստանի Հանրապետության հետ։ Այսինքն պիտի մարդը վերադառնա Հայաստան, անձը հաստատող նոր փաստաթուղթ հանի, որպեսզի ինքը իր ընտրողների ցուցակում գտնվելը վերականգնվի։ Հակառակ դեպքում, եթե ինքը, այսինքն 22 թվականից գործում է, արդեն 25 թվականին, այսինքն արդեն մնացել է, այսինքն առավելագույնը այն 7 տարի եւս, հա, որ կարող է 7 տարի առաջ գնացել են, թափеш չի եկել ձեր մտահոգությունը նկատում։ Այսինքն ինքը բայց այս գործիքը ըստ էության խնդիրը լուծել է, որ հա, ամեն դեպքում սկզբից կտրուկ նվազեց, հետո արդեն սկսեց ըստ այսպես ենք ոնց որ տարվա անցման հետ կապված նորի, ասենք ինչ որ ծավալի էլ է, ասենք մաքրվում դուրս գալիս ու այդպես համոզված եմ, որ մենք կունենանք 99.9% ճշգրտությամբ ցուցակ, այսինքն անձը իրապես գոյություն ունի, կարող է Հայաստանում չի բնակվում, բայց հաստատապես կա, այսինքն դրսում մահացել եւ ոչ ոք դրա մասին չի իմացել, ինքը այդպես մնացել է, այս տարբերակը ըստ էության դուրս է գալիս։ Այս հաշվառման խնդիր, հաշվառման կապված, պարոն Ազան, իրականում հաշվառման, այսինքն որ ցուցակը լիազոր մարմինն է վարում, այսինքն հաշվառման խնդիրը մեր տիրույթը չի, ուղղակի ձեր բարձրացած խնդիրը կարող եմ ասել, որտեղ դրա հետ անդադ ընտրությունների ժամանակ այդ նույն խնդիրը բարձրացվում է, այստեղ հաշվառման գործընթացի օրենսդրական կարգավորումներով է պայմանավորված։ Չգիտեմ որքանով այդ համակարգի հետ ծանոթ եք, ըստ էության մեր օրենսդրությունը հնարավորություն է տալիս առանց սեփականատիրոջ իմացության մարդ հաշվառել, ինչ որ ասի։ Երբ որ բայց այդ հաշվառումը, այսինքն որևէ իրավունք տվյալ հասցեի նկատմամբ չունի, բայց այդ կարող է լինել նման դեպք։ Օրինակ այդ մեր անձնագրային ծառայության մասնագետը դա օրենսդրությամբ դա հնարավոր է։ Երբ որ բայց սա կապ չունի, այսպես ասենք, որ, չգիտեմ, մարդկանց խումբ, մեծ թվով, եթե չեմ սխալվում, այս օրինակ Երևանի ընտրությունների ժամանակ այդպես որ ասենք մարդկանց մեր մեծ խմբեր լինեին հաշվառված, բացառապես հանրակացարաններ կամ ինչ որ իրականում մեկ հասցեի տակ մի ամբողջ, այսպես ենք ասել, շենքի ոնց որ կար շենք մեկ, ոնց որ հասցեն մեկ էր, բայց ինքը իրականում ոնց որ բազմաբնական այդպիսի դեպք ենք ունեցել, բայց այդպես չի եղել, որ բոլոր հասցեների հետ կապված լիազոր մարմինը տվել է հստակ հիմնավորված պարզաբանումներ։ Ինչ վերաբերում բարեգործությանը, տեսեք, խնդիրը ոչ թե արդյոք բարեգործը կարող է մասնակցել ընտրություններին, խնդիրը որ ընտրություններին մասնակցողը այլևս չի կարող բարեգործություն կատարել, այստեղ, այսինքն օրենսդրական մոտեցումն է այստեղ, այսինքն գրանցվելուց Դեք ինքը ընտրություններ նշանակվելու պահից
ընտրությունը երբ որ նշանակվում է, այլևս այդ պահից process-ը մեկնարկած է եւ ապագա, այսպես քաղաքական գործիչը, որը մինչ այդ բարեգործ էր, այլևս չի կարող ոչ ինքը, ոչ իր կազմակերպ բարեգործությամբ զբաղվել։ Արձագանք չունեք։ Այլ հարցեր, պարոն Հովակիմյան։ Ես մի հարց ունեմ։ 7 տարի ընտրություններ կա, պարոն Հովակիմյան։ Ինչքանով մենք տեխնիկապես պատրաստ ենք ընտրություններին։ Ինչքանով մենք կարողանանք ապահովել բոլոր այն տեխնիկական հնարավորությունները, որոնք նախորդ համապետական ընտրությունների ժամանակ կիրառվել են։ Ունենք համապատասխան բյուջետային միջոցներ դրա համար եւ ինչը անհրաժեշտ որպեսզի մենք կարողանանք վերացնել նախորդ ընտրությունների ժամանակ ի հայտ եկած ստերացումները։ Հա։ Արդեն իհարկե ունենք ավելին։ Տեսեք, մեր տեխնիկական հագեցածությունը, օրինակ VAD սարքերը, այսինքն ընտրողների գրանցման սարքերը։ Ներկայումս ընթանում է բոլոր սարքերի եւս այսպես մանրակրկիտ հետազոտում, այսինքն նոյեմբերի 11-ից սկսվելու այդ փուլը, որ մասնագետները այդ թվում արտադրող ընկերության փորձագետի ներկայությամբ ստուգելու են։ Եվ մեզ անհրաժեշտ է, որպեսզի ընդհանրապես մեր բազան սարքավորումների, օրինակ այդ VAD սարքերի 4400 է, որից 4000-ն է օգտագործում, 400-ը մեր պայստային սարքավորումներն են։ Մենք ներկայումս 3900, այսինքն 4000-ից մի փոքր պակաս ներկայումս ունենք։ Բայց միևնույն է, առաջիկայում մենք նորոգելի ենք, նորերի գնում ենք, համալրելու ենք, որպեսզի 4400 ունենք։ Այսինքն այս process-ը ընթացքի մեջ է։ Այս process-ը մենք ունենք միջազգային գործընկերներ, այսինքն քանի որ ժամանակին UNDP-ին իր UNDP-ի աջակցությամբ էր այս ծրագիրը գնվել, այս ընտրություններին էլ եւս այս հարցում իրենք պատրաստակամություն են հայտնել, որ այսպես այդ ինչ անհրաժեշտ լինի, այսինքն ինչ փորձագետները ինչի կարիք կտան, իրենք մեզ կոժանդակեն։ Մենք ունենք ծրագրային լուծումներ, այսինքն էլեկտրոնային գործիքներ, ըստ էության ամբողջ ընտրական process-ը բացի քվեարկությունից ներկայումս թվայնացված է։ Այնտեղ 1-2 մանրուքները մնացել, որ չենք թվայնացնել, դա էլ անում ենք։ Այս ծախսերը կրկին մենք բյուջեից կարող ենք իրականացնել, այսինքն եթե հայտը տայինք հաստատապես ֆինանսների նախարարությունը չեր մերժի, որովհետև դա հստակ էր իրենց ընկալման նկատի ունեմ, բայց քանի որ կրկին ունենք միջազգային գործընկերների կողմից բացված ծրագիր, որով որ ըստ էության տեխնիկական մեր կարիքների, այսինքն նոր կարիքների ինչ որ անհրաժեշտ է, միջազգային գործընկերների արդեն բացած ծրագրով մենք հնարավոր է անել։ Ու 3 միլիոն դոլար ծրագիր այս պահին իրենց միջազգային գործընկերների տեղեկացմամբ 3 միլիոն դոլարի ծրագիրը իրենց մոտ բացված է եւ մեր տեխնիկական կարիքների հետ կապված բոլոր մեր կարիքները իրենք խոստացել են, որ կլուծեն։ Բնականաբար այս մասով մենք փորձում ենք բյուջետային միջոցները խնայել։ Բայց ամեն ինչ որ մեր անհրաժեշտ է կունենանք, ավելին, եթե ունենայինք մտավախություն, որ կարող է ինչ-որ բան պակաս մնար, մենք ուղղակի բյուջետային միջոցով դա ձեռք բերենք բյուջետային միջոցով։ Ինչպես օրինակ այս տեսանկարման համակարգը, այլևս դա իրականացում նախկինում միջազգային գործընկերների աջակցությունն ա եղել այս համակարգը ներդնելիս, բայց ներկայումս ամբողջ ծախսը իրականացնում է արդեն պետությունը բյուջետային միջոցներով, կառավարության հատկացած միջոցներով ծախսը իրականացվում է։ Նախկինում 17-18 թվականներին միջազգային գործընկերները այս հարցում աջակցություն են ունեցել։ Ես արձագանք չունեմ, շնորհակալություն պարոն Հովակիմյան, հարգելի գործընկերներ, հայտարարում եմ ընդմիջում, նիստը ընդմիջում է եւ շարունակենք նիստը ամսի 5-ին ժամը 9-ին։ Շնորհակալություն։